Փարքնեժդեհին ինչու հենց հիմա ինչու է այս օրերին Ալիևը սկսել լուծել Նախիջևանի հարցը իբր Արցախն արդեն ինչու եմ ասում իբր որովհետև ֆիզիկապես Արցախը վերցնել դա չի նշանակում որ դա իրենն էր այսօր երբ որ ինքը Նախիջևանը խորհրդամիություն տարիներից մինչև օրս իր տիրապետության տակ է եղել Նախիջևանի խնդիր չի էլ եղել ըստ բարձրաձայնվող լուրերի չէ միշտ խոսացվել է ասվել է Արցախի մասին բայց արի ուտես այդ մարդը հասկացել է որ որքան էլ որ Նախիջևանը 100 տարի է իր տիրապետության տակ է այնուամենայնիվ դա իրենը չէ հասկացել է եւ դարձնում է իրենը սա ուղղակի ուզում եմ ասել նաև այն մարդկանց ովքեր միշտ մտածել են որ Վիլսոնի իրավարար վճիռը դե ժամկետանց է ուժ չունի երազանք է սա այդ վախերն են բայց ինչու է հենց հիմա սկսել Նախիջևանի հարցով զբաղվել ասենք ինչու Լևոնի օրոք, Սերժիկի օրոք, Ռոբերտի օրոք այս հարցը չէր բարձրացնում կամ ինչու այդ սահմանադրական փոփոխությունը Ալիևը չէր անում որովհետև Նախիջևանը որպես պրոտեկտորատ իրեն տրվել է ռուս-թուրքական համաձայնությամբ այսինքն տրվել է իրեն բայց իրեն ասել են դա սա քոնը չէ այսինքն Ռուսաստանը փորձել է սովետական միության ներսում հայ-ադրբեջանական անգամ խորհրդային միության տարիներին պահել է լարվածությունը որպեսզի թուրքական Ադրբեջանը երբեք չփորձի խորհրդային միությունում ինչ-որ ասենք անջատողական կամ չգիտեմ ես իմիշ գործողություն անի պահել են այդպես Թուրքիայի պարտադրմամբ պայմանավորվածությամբ Նախիջևանն էլ Արցախն էլ տվել էին Ադրբեջանին եւ ասել էին սա քոնը չէ եւ Ալիև շատ լավ գիտի Սա ինչ եմ ես այսպես շեշտում, որովհետև գործողությունը դա է ցույց տալի։ Այս նաև այն մարդկանց համար, առավել ևս ռուսահապատակների համար, որ ասենք մեր Վիլսոնի իրավարար վճռին, ուղղակի, չնայած հասկացողները գիտեն, որ դա դիտմամբ են անում, թշնամու պատվերով են անում։ Թշնամի նկատի ունեմ ռուսներին եւ թուրքերին հավասարապես։ Եվ քանի որ հիմա, ինչու հիմա, եւ ոչ թե Ռոբերտի կամ Սերժիկի կամ Լևոնի օրոք, Հիմա է Ռուսաստանը թուլացել։ Հասկանում եք, Ռուսաստանը Նախիջևանն ու Արցախով ինքը Ադրբեջանին զսպում էր։ Ասելով քոնը չի օգտագործի, այսինքն եթե խելոք չմնաս, այլ քոնը չի լինի, կվերդարձնեն տերերին։ Քանի որ հիմա Ռուսաստանը թուլացել է, եւ դրան զուգահեռ իրենց հաջողվել է ունենալ Հայաստանում Նիկոլի պես իշխանություն, որը իրենց ցանկացած որոշում ընդունում է Եթե պետք է լռել լռում է, եթե պետք է համաձայնել համաձայնում է, եթե պետք է աջակցել աջակցում է։ Հենց հիմա են դա անում։ Ռուսաստանի թուլացման, այսինքն Ռուսաստանը չի կարող շահարկել Նախիջևան, որտեղ իր ուժը չի ներում։ Չի կարող շահարկել Արցախ։ Եվ զուգահեռաբար քանի որ կա Նիկոլ, նրանք կարող են Նախիջևանի հարցը փակել, եւ Նիկոլը ոչ մի աղմուկ չբարձրացնի։ Պայմանավորված։ Ասենք ինչպես Արցախը որ շրջափակման մեջ էր, մարդը հայտարարեց, եթե Ալիևը Արցախում, այսինքն Արցախ չի ասում, ասում եթե Ղարաբաղում ռազմական գործողություն սկսի, մենք չենք խառնվելու։ Չեք մոռացել, չէ՞։ Թշնամու արտահայտությունը, թշնամի Նիկոլի, որ ասում էր, եթե Ադրբեջանը Արցախում, Ղարաբաղում ռազմական գործողություն սկսի, մենք չենք խառնվելու, որովհետև դա իր տարածքն է, ինչ ուզում է անի։ Հայերն այնտեղ էին, շրջափակման մեջ։ Չմոռանաք այս արտահայտությունը։ Եվ սա, ասենք, Նախիջևանում հայեր չկան։ Առավել ևս Նիկոլը պետք է ասի, մենք ինչ գործ ունենք Նախիջևանի հետ։ Ինքը իր Նախիջևանը ոնց ուզում է ձևակերպի։ Եվ սա մեծ ռիսկ է Ալիևի համար, եթե հանգարց այս ընթացքում, երբ որ ինքը սկսել է Նախիջևանի հարցնել արդեն լուծել ռուս-թուրքական ծիրից հանել առհասարակ ու եթե հանգարց հայ ժողովուրդը իրականում կարողանա հեղաշրջում անել, այսինքն Ալիևի Նիկոլը չվերարտադրվի կամ ռուսական որևիցե ուժ չգա իշխանության, տարբերություն չկա։
Ուրեմն Մոսկվայի պայմանագրին դրանք հոգեհարազատ են, նախկիններ կլինեն, ներկաներ կլինեն։ Մենք տեսանք Սերժիկը առանց ցնցում իշխանությունը հանձնեց Նիկոլին։ Եթե Սերժիկն իմանար, որ առանց ցնցումների իշխանությունը հանձնելով Նիկոլին, հետո ինքը պատասխանատվության է ենթարկվելու, կամ Քոչարյանը Ռոբերտը պատասխանատվության է ենթարկվելու, կամ Լևոն Տեր-Պետրոսյանը, նրանք Նիկոլին իշխանություն չէին տա։ Ոտովի հետ գնացեք։ Լևոն, Ռոբերտ, Սաշիկ, Սերժիկ, Միշիկ, ինչ են անում։ Իրենց համար ապրում են։ Երևի ավելի լավ, քան Նիկոլը, այսօր արդեն, որովհետև Նիկոլ մի մեծ մեղքի տակ է ընկել, բայց դա համատեղ մեղք է։ Այսօրվա խորհրդարանը բացառապես այս երևույթի երաշխավորն է։ Ինչ որ Հայաստանում կատարվում է, այս մուշ մանգաղ աստղ խորհրդարանի երաշխավորությամբ է կատարվել։ Ու եթե հանգարց Նիկոլին չհաջողվի իշխանությունը πάει ժողովուրդ իսկապես հասկանա, արթնանա ու դուրս գա Նիկոլի դեմ, Նիկոլին ձեռնտու կլինի իշխանությունը տա Սերժիկին կամ Ռոբերտին, ոչ, ասենք Սասնա ծռերին։ Գիտեք ինչու։ Որտեվ նրանք էլ իրեն չեն պատժելու։ Որտեվ ինքը չպատժեց նախկիններին։ Իսկ ծռերը պատժելու են, որտեվ ծռերի ծրագրի մեջ կա քաղաքական գնահատական տալ անցյալին։ Այսինքն ինչ է նշանակում դա, որ բոլշևիկներից սկսած առաջին հանրապետության հետ ինչ են արել։ Բոլշևիկները ինչ են զիջել տվել, Լևոնը ինչ տվեց, Քոչարյանը ինչ զիջեց, Սերժիկն ինչ զիջեց, Նիկոլը ինչ զիջեց։ Այս բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Հասկանում եք։ Իսկ Նիկոլը սրանց պատասխանատվության չի ենթարկել, որովհետև ինքն էլ սրանց պես ծառայել է Պուտինին, նույն ռեժիմին, նույն տիրոջը։ Հիմա հասկանում եք, թե ինչու են ծռերը բանտում։ Անկամ Տաշիր Սամոյին տարան, որ տղա սարքեն, ֆրծրեցին բանտերով, բերեցին տնային կալանքով, հասկանում եք, էլի չեն կարողանում։ Հա երևում է, որ փող են դրել, լուրջ փող են դրել, որ մարդ հավաքեն։ Հասկանում եք։ Մարդ հավաքեն։ Ես գիտեմ, որ այդ շարքերում մարդիկ կան զուտ փողի համար գնացել են, բայց կարող անդրության նոր իրաց չեն դրել։ Բայց միևնույն է, եթե ընտրություն կազմակերպողը լինեն էլի սրանք, իրենք նկարելու են։ Ասենք, եթե Պուտինը այս վիճակում մնա, Նիկոլը ընտրություններ ժամանակ նկարելու է։ Ասենք 51% իրեն, 10% Սերժիկին, 15% Ռոբերտին, մի 15% բանին, Տաշիր Սամոյին։ Այսինքն ասելու են ընդդեղից, թե ում ինչ հարաբերությամբ կդակ։ Միանշանակ դա այդպես է լինելու, եթե սա այսպես շարունակվի։ Ուրեմն Վարուժան Ավետիսյանը բանտում է, որովհետև եթե ինքը իշխանության գար, Լևոնից մինչև Նիկոլ, այն բոլշևիկներն էլ են, որ հողի տակ պարգած են Նիկոյաններից սկսած։ Նրանց գործողությունների պետք է քաղաքական գնահատական տրվի, դատապարտվի դա։ Միկոյաններից սկսած։ Հասկանում եք, որովհետև առաջին հանրապետություն է ոչնչացվել։ Այդ թե ինչի համար են ծռերը բանտում, այդ թե ինչի համար Նիկոլը, ասենք, եթե զգան, որ չի ստացվում, պետք է ինքը իշխանությունը տա Լևոնին, Ռոբերտին, Սերժիկին, չէ, այդ բանն էլ ակտիվացրել են, տարբեր դիրքերով նկարվում է, ինչ էր, Լևոնի քեն ու տղեն է, ով է։ Մեկը կա, չէ, որ հակի բանը, չէ, կոստյումը սենց գծած է նկարվում, նենց սկսում ենք, մտնում ենք, դուրս ենք գալի, չէ։ Սենց բաներ են անում, հիշեցնում են, որ իրենք կան։ Ուրեմն բացի ծռերից ու բևեռից, սրանց համար նախընտրել է ցանկացած մարդ գա իշխանության, որովհետև եթե Սերժը գա իշխանության, Նիկոլին կպատժի, շորտ։ Ո՞նց կպատժի, Նիկոլն իրեն բան չի ասել։ Քոչարյանը որ գա կպատժի, ո՞նց կպատժի։ Եվ սա, եթե այս խորհրդարանը ինչ-որ կա, այս հանցավոր խորհրդարանը, եթե նորից վերարտադրվի, դա արդեն կլիսկապես վերջը։ Ինչ ենք ասում, ժողովուրդ սթափվեք, այս թվացյալ խաղաղություն չէ, այս խաղաղություն չէ, սա ուղղակի միած պաստառ են պահել աչքների դառաջ, որ տեսնեք, նկար է, բայց այդ նկարի հետևում
սպանդ է, ցեղասպանություն է տակնված։ Հասկանում եք։ Եթե մեզ հաջողվի ոչ նախքին, ոչ ներկային սենց իսկապես թողել լուսանցքում ու ազգային ուժը գա իշխանության, Ալիևի այս բոլոր այս թե Արցախի հետ կապված, թե Նախճեվանի հետ կապված գործողությունները մնալու են օդում։ Հասկանում եք։ Անմիջապես այս ինչ որ Ալիևը այս փոփոխությունները որ անում է, ինքը վստահ է որ Նիկոլը մնալու է, ինքը վստահ է որ Ռոբերտներն ու Սերժիկներն էլ կողքից բալանսավորելու են Նիկոլի մնալը։ Դրա համար, ասենք Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ասենք Ալիևի զնդանում չեն։ Այդ մերթ չասավ է որ Քոչարյանը, Ռոբերտին ու Սերժիկին հələ դրանք էլ են Արցախում պաշտոններ զբաղացրել լուրջ։ Կամ Բաբայան Սամվելին, այդ ոնց այդ Բաբայան Սամվելը այդ իժոն։ Դա հեսա տեսեք ընտրությունների ժամանակ ոնց է սկսում բոլորին դեմ հակառակ կիսաճշմարտություն, կիսախաբեություն շաղախված արտահայտություններով ինչ որ մի բանել նայ գործողություն է անելու։ Անես չի որ իժոն որ Ալիևի զնդանում նստած չէ, պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարն է եղել։ Դա հենց այնպես բաց թողեցին իժոին։ Կամ Քոչարյանը, որ այնտեղ չի, հենց այնպես բաց են թողել։ Նիկոլի մեջ կամուրացնելու համար է։ Եվս մեկ անգամ զգուշացնում եմ, իսկապես զգուշացնում եմ, եթե Նիկոլը մնում է վարչապետ, խորհրդարանը մնում է այս տեսքին, մոտավորապես։ Հաջորդ քայլով Ալիևն ասելու է, բայց ով է տեսել է, որ Ադրբեջանի, Նախիջևանի եւ Ադրբեջանի արանքում հայկական պետություն լինի։ Սրանք մեր տարածքներն են եղել, նվաճել են։ Երբ որ Նախիջևանը կդարձնի արդեն իրենը չի, ինքը հասկանում է։ Այն ժամանակ Սյունիքի հարցը դնելու է, բայց ո՞նց է լինում, էլի որ ասենք, այնի Ադրբեջան մեջտեղում ինչ Հայաստան։ Ու էլի Նիկոլը ձեն չի հանելու։ Ու այն ձևավորված խորհրդարանը, որ պետք է ձևավորի ու էլի տեսք է պետք է ստանա, ուղղակի կռվներ են անելու, սենց մեր ժողովրդին համոզեն, որ եկեք բան չանենք, էս էլ տան, գոնե այստեղ հանգիստ ապրենք։ Ու ժողովուրդը մտածել է, որ ապրի Նիկոլը, տես որոշեց էս տա, որ հենց այստեղ ապրենք։ Կա, չէ՞ մասակա, չէ՞, ասում է գյուղում, ասում է, սովետի ժամանակվանից մեր գյուղում մեր գյուղն ասֆալտ չէր տեսել, օղորմի ասում է Նիկոլի անցավորներին, ես իրա ցավը տանեմ, մեր գյուղն ասֆալտ է արել։ Ասում ենք Արցախը տվել է, որ ձեր գյուղում ասֆալտ տանի, քո աչքերը կաբի։ Արցախն էր կարևոր, թե քո գեղի ասֆալտը։ Եվ մարդու համար իր գեղի ասֆալտն է պետք։ Հասկանում եք։ Այ երբ որ Արցախը պահեր իր գյուղը տար Թուրքին, իրեն գցեր փողոցները Արցախահայերի պես։ Այս ժամանակ ինքը դες չէր մտածի, որովհետև ինքը իր մորտին է սիրում։ Տեսեք, չէ՞ Նիկոլին հանրայդ ելույթը ասֆալտը, հա, դու ասում ես ասֆալտը, ինքը զգացել է, որ ասֆալտով կարողացել է ժողովրդի ձեռքից Արցախը խլել։ Գնացել ինչքան խուլ գյուղ կա ասֆալտ արել ու սսկվցրել է բոլորին։ Ու մարդ մտածում է, որ ինքը ասֆալտով է գնում զուգարան գալի, կարելի է Արցախը դրա դիմաց զիջել։ Բայց այդ ասֆալտը ինքը պարտավոր էր ցանկացած իշխանություն արած լիներ։ Անես չի որ այդ ասֆալտը իրեն չէր հասնում։ Նիկոլն եկավ տվեց իր հոր գրպանից անեց տվեց, ասեց քեզ նվեր։ Չէ, այդ ասֆալտը պետք է արած լինեին։ Եվ քեզ այդ ասֆալտով չպետք է խափեին, որ ձեռքդ Արցախ տանեին։ Հասկանում եք ուր եք հասել։ Հիմա հասկանում եք Նիկոլական ձեզ ինչ են զոմբի ասում։ Որն ձեր ինչ որ ձեզ հասանելիք կա, չեն տվել ժամանակին։ Այսօր տալիս են ինչ որ բանի դիմաց։ Քեզ հասել է, չէ՞ որ դու ասֆալտապատ ճանապարհով քայլես։ Կապ չունի Արցախի հարց կա, չկա։ Դու պարտավոր ես հարկեր ես վճարում, տուրքեր ես տալի։ Դու պետք է մաքուր ասֆալտով քայլեիր։ Չեն տվել։ Չեն էլ ասում որ պետք է դա քո իրավունքն է եղել։ Այ երբ որ Արցախը հանձնել են ու ասֆալտ են արել, քեզ թվում է քեզ մի մեծ լավություն են արել ու քո աչքերը կապում են որ դու հանկարծ Արցախից չխոսես։ Ժորդ, եթե մնացին այս պուտինական խմբակը մնաց, Տաշիր Սամո, Ռոբերտ Քոչարյան, Սերժիկ Սարգսյան, Լևոնի խաժամուժը,
այս բաները, սազանդարները սարսափելի ծանր գործ են անում, հանցավոր գործ են անում, Արման Բաբաջանյան կլինի, այն Շիրմաքարը կլինի, այն Վահագնի դստրիկը է, որդի է, Դավիթը ինչ է, նա դրանք ծանր հարված են հասցնում հայ ուղեղին։ Չիբուխչյան Արմեն կլինի, հասկանում եք, այնտեղ էլի կային Շվշտոկ Կարեն կլինի, Ստյոպիկ կլինի, Ստեփանս կլինի, հասկանում եք։ Սրանք ձեզ բթացնում են, ձեզ դարձրել են նախիր, դարձրել են Նիկոլի նախիր, որ հայրենիքը Ադրբեջանը յուրացնում է, այն որ ձեզ ասում են, չէ, ելի եմ կրկնում, որ ասում են, ինչ Վիլսոն իր արվեստի Մոսկվայի պայմանագիր, տենում եք ինչ են անում Մոսկվայի պայմանագիրը թուրքերը։ Նիկոլ կա, եթե Նիկոլ չլներ ուրիշ լուրջ տղալներ, իրենք գրիշ չեն այն այդ խաղերը խաղալ։ Հիմա պետք է մենք այնց անենք, որ իրանց ոտքին մնա այս գործողությունը։ Հիմի հասկացաք ծռերն ինչ են բանտում։ Թե էլի չհասկացաք։ Եթե չհասկացաք, էլի կկրկնեմ։ Խոյեմ եղեք։